Պարոն ուրեմն Ղուկասյանի դեպքում դատարանը կվճռի եւ ինչ կարող է սպառնալ, եթե դատարանի ներողություն մեղադրանքը հաստատվի կաշառքի վերցնել կամ կազմակերպել, գաղտնալսումները լսել եք, չգիտենք ճիշտ է սուտ է եւ այլն, կաշառք բանի մասին, անօրինական կառուցված շինությունը օրինականացնելու հետ կապված կառուցող շինարարը ցուցմունք է տվել, ավելի ճիշտ սեփականատերը, որ ինքը կաշառք է տվել, խոսքը եթե չեմ սխալվում 4 միլիոն դրամի մասին է, կարող է սխալվեմ, բայց մի կոպեկ էսկոմ ենկոմ են 400 միլիոն դոլարի կողքին այդ հաշիվ չէ, էլի, ինչպես հասկանում եք 12,000 դոլարն ինչ մեղքս է ժողովուրդ, հա, այդ մարդիկ որ ջեբերից թաշկինա կհանեն, կարող է այդքան մի ամիտ ընկնի չնկատեն։ Իրականում նկատում են, էլի խոսքը մեր մեջ, հա, իրենք ավելի լավ գիտեն փողի կինը, քան թե մուրացկաններին փող տվողները։ Սա իմիջայլոց։ Եթե հաստատվում է, պատիժը կարող է լինել 10 տարի։ Չհաշված, որ Ղուկասյան Վարդանի հետ կապված մի քանի մեղադրանք նույնպես կան, իհարկե մանր բաներ են, իրար միավորելու իրավունք ունի դատարանը, թե ոչ, այս դեպքում չեմ կարող ասել, էլի, հա։ Մինչև ռուսը չասի ինչպես անեմ, չեմ անելու։ Ռուսն է ստեղ որոշողը եւ այլն, ես իմ քրական մեղադրանքի ինչ կա այդտեղ դժվարանում եմ ասել, էլի քաղաքական ամոթալի դիրքորոշում է, եթե ինքը չի խաղացել։ Եկուց կարող է դատարանում ասի, ես ձև էի անում, գիտեի, որ եկել են բան անեն, ինչ անուն, ինձ վերբով կանեն, ես էլ ցրեցի, ջրեցի, ղրգեցի, գիտեք այդ պատմությունները։ Այս մի դեպքում շատ կոնկրետ ապօրինի շինությունը օրինականացնելու կաշառքի մասին է զրույցը, հա, ահա այդպես, հա, Հեսա վերջում պարզելու են այդ մարդը անմեղ է, իրավունք ունեք նման բաներ կարծելու, իհարկե, Սերժ Սարգսյանն էր ինչ-որ մի մոմենտ անմեղ եւ այլն, Պարոն Փաշինյանի ողորմած գիտեք որ իմաստը, որ շատ բարի մարդ է այդ մարդը ներկայանում, բան է, որ ընդդիմադիր Փաշինյանի ելույթներն եք լսում, որ ետակ կնայեք, էլի, մինչև 18 թվի ելույթները, 17, 16, եւ այլն նայում եք վճռականություն, Էլտուսուս, մաման Ռիչարդ Կլայդերման կամ մաման Ծաղկաման, հա, այսպիսի ասացված կար, հա, ասում ես, օրա, այս տաղու նման վճռական անձնավորություն բնության մեջ գոյություն չի ունեցել։ Մի երկու հոգի եղել են Կոլոմբոսներ, Մարտին Լյութեր Քինգներ, հա, էլի մի քանի հոգի եղել են, ասենք թե, էլի, ես իմ, հա, բայց պարոն Փաշինյանը անկերազանցելի է հայոց պատմության մեջ, պապթակավորը չհաշված, ինչպես գիտեք, հա, ասում է իր հանգարց, որ իշխանություն տան Փաշինյանի ծերը, ցախավելով, ժավելով, ռախշայով, էլ ինչ կար ժողովուրդ, չգիտեմ, սալարկով բանագուն, որ մենք ոչ լոդում էինք սովետի ժամանակ, մինչև վերջ թրաշվում էինք հարգելի հայրենակիցներ եւ սալարկով լողանում էինք։ Ճշմարտություն է, 85, 6, 7 թվերի ընթացքում, հա, լվալու է մաքրի հականեխի Հայաստանի Հանրապետությունը, բրձնեք մեկ էլ իշխանություն է դառնում մի բարության այնպիսի ծավալ է լցվում մեջը, հրաբուխ, Էլտուսուս, Պոմպեյը գլուխքարն է տվել, Սարը, ինչ էր անունը, Վեզուֆը, հա, կամ Էտնան եւ այլն, հա, շատ բարեգութ մի անձնավորություն, Էլտուսուս, գալի ասում ես, արա, ես դու որ այդպիսի բարեգութ տղա ես եղել, անուշ ախպեր, այդպիսի կամեցող է, ախր 400 անգամ բացադրվել է, էլի ժողովուրդ ջան, հանցագործությունը պիտի պատժվի, սա քրեստոմատիկ է, սա դասագիրք է, չշարունակենք, չէ, հա, կգան կպռնեն, ինձ կտանեն հանգարց, ուրիշ ինչի մասին ենք այսօր խոսելու, իբր չենք խոսել, հա, հայ հեղափոխական դաշնակցությունը ճանաչում է Փաշինյանի կառավարությունը, բայց ընտրությունը չի ճանաչում, ազգային ժողովի արդյունքները կառուցվածքը չի ճանաչում, գնալու է նստի ազգային ժողովում։ Դուք պատկերացնում եք, ինձ տալիս են, ասենք, թե ինչ են տալիս, հրաձիգների ակումբի անդամի շքանշան են տալիս, անդամ եմ էլի, հա։ Հա, եւ հրավիրում են մի ժողովի, ես ասում եմ, ես չեմ ճանաչում այդ հրաձիգների ակումբի լիազորությունը եւ չեմ ճանաչում ու վերջ, բերց։
Ո եկել ինձ հաղորդումների մեջ, լուրերի մեջ տեսնում եք, որ ես այնտեղ նստած ելույթ եմ ունենում, բան չեք ասի, այ մարդ, այս խելքը գցել է, բան, մի խոսքով, հայ հեղափոխական դաշնակցության կարգառուն զավակները, այդպեսի կաթողիկոսին կհրավիրեն ազգային ժողովի առաջին նիստին, թե ոչ հարգելի հայրենակիցներ։ Կաթողիկոսն ինչ գործ ունի ազգային ժողովի առաջին նիստում, գիտեք, լսել եք այդ մասին։ Մտածել եք այդ մասին, լուրջ եմ հարցնում։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինչ կա նորին սուրբ օծություն ամենայն հայոց էլ ինչ կա այնտեղ չգիտեմ կաթողիկոս Գարեգին Ներսիսյանը ինչ իրավունք ունի գտնվելու ազգային ժողովի Անդրանիկ որն է զորավարին ենք հիշում բերեք Անդրանիկ չասենք էլի ասենք առաջին նիստին հա գործ ունի թե դու մի ասա մեր օրենսդրությունը բան է կրոնապետական կամ քվազի մեծ կրոնապետական օրենսդրություն է պետությունը աշխարհիկ է, բայց մեջը մտցրած է, որ պիտի լինի բան, նաև եկեղեցական կապակցություններ, կրոնական, կրոնապետական, քվազի կրոնապետական մնացել է որ կրեին, որ ազգային ժողովի падգամավորների 30%-ը պիտի ծխող լինի։ Մեկն մեկը կհարցնեք, թե այ ծխող լինելը ինչ կապ ունի, ես նույն հարցն եմ տալիս, հարգելի բարեկամներ, կաթողիկոսը ինչ գործ ունի հրավիրվի ազգային ժողովի առաջին նիստին, կամ Եթե կաթողիկոսը պիտի լինի առաջին նիստին հրավիրված, ինչու պիտի մյուս կրոնական կազմակերպությունների ղեկավարները չլինեն, կամ եթե կրոնական կազմակերպությունների ղեկավարները պիտի լինեն, որսորդների միության նախագահը ինչի պիտի չլինի այնտեղ, Օլիմպիական կոմիտեի նախագահները կապ չունի Ծառուկյան բան, ինչի պիտի չլինեն այնտեղ, հրաձիգների միության նախագահը կամ նման կազմակերպություններ կան։ Ինչի՞ պիտի այդ մարդիկ չլինեն։ Եթե կարևոր տոնական ինչ-որ միջոցառում է, չեմպիոնները ինչի՞ պիտի չլինեն այնտեղ։ Ժողովրդական արտիստներ եւ վաստակավոր արտիստներ ինչու պիտի չլինեն։ Մովսես Խորենացին վերջապես ինչի՞ պիտի ներկա չգտնվի ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստին, օգոստոսի 3-ին ասենք թե։ Կատակ չեմ անում, լուրջ եմ հարցնում։ Դե լավ ասենք, մի Խորենացուն կարող ենք ասել զբաղված է մարդը, գիրք է գրում։ Ժամանակով ածանցենք էլ այս ամբողջ ժամանակի կորձոնը դուրս բերենք տեղից։ Այն մյուս մարդիկ, ովքեր մեր կողքին են, քանդակագործներ են, արտիստներ են, փառահեղ դերասաններ են, պոետներ են վերջապես, գրողներ են, արձակագիրներ են, գեղանկարիչներ են, Կարմիր խաչն է, ծերերով զբաղվող հասարակական կազմակերպություն։ Իրենց ղեկավարները ինչի՞ պիտի ներկա չգտնվեն։ Ժամանակին հասկացանք, որոշել են, որ պետությունը պիտի գնա կրոնապետության կողմը, որտեղ կարևոր ազդեցություն ունի հայ առաքելական եկեղեցի կոչված կրոնական կազմակերպությունը կարող է պետության բանը աջակցել պետությանը, աջակցել Պատումի, աջարական Խաչապուրի եւ այլն, ասել եմ այդ մասին, հա, բանը լինեն։ Ինչի՞։ Լուրջ եմ հարցնում, ինչի՞։ Կաթողիկ է եկեղեցու առաջնորդը Հայաստանում, ինչու պիտի չլինի։ Ինչից եք որոշել, որ պետությունը պիտի որոշել են։ Ուրեմն ազգային ժողովի կանոնակարգ օրենքի մեջ 33-րդ, մի րոպե, 33-րդ հոդվածով սխալ չանենք, չբռնեն տատեն մեզի, չեն տատի իհարկե, հույս ունենք։ Հա 33 հոդված, երկրորդ կետ։ Երկրորդ կետ, ժողովուրդ, ոչ թե 34-րդ կետ, երկրորդ կետ։ Առաջին նստաշրջանի բացման արդիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Ոչ կաթողիկոսը, Անտիլիասի, թե չկա գրած էլի ստեղ։ Գրած է ամենայն հայոց կաթողիկոսը։ Խնդրում եմ ստեղից չբացատրել էլի, որ ասվում է ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնի տիրակալի մասին նկատի ունեն հարգելի հայրենակիցներ, բանը գրած է օրենքի մեջ, մի կա հրավիրեն, թե չեն հրավիրի, որ հասել ենք ստեղ էդել խուրդ ենք էլի։ Հիմի ազգային ժողովը կապ չունի падգամավորները դեռ իրենց լիազորությունների մեջ են, հաջորդ նիստը կազմակերպելու, առաջին նիստը կազմակերպելու բեռը դրած է գործող ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի վրա եւ ինքը պիտի կազմակերպի այս կարգը կարդալով։ Ինքը չպիտի խորանա, էլի, պարոն Փաշինյանը սիրում է, չի սիրում, այդ կաթողիկոսը ինչ է անում, աղջիկ ունի, աղջիկը տղա ունի, կաթողիկոսը թոր ունի, ծոր ունի, քանի հատ ունի, ինքը չպիտի խորանա, իր գործը չէ, որտեվ չկա գրած այս կանոնակարգ օրենքի մեջ, օրենք է, ազգային ժողովն է ընդունել։
ինքը պարտավոր է հրավեր ուղարկել ուրեմն ամենայն հայոց կաթողիկոս պարոն Գարեգին Ներսիսյանին։ Կարգ է։ Եթե չի հրավիրում, խախտում է օրենքը։ Այս օրենքի խախտման համար ինչ կա, դժվարանում եմ ասել, որտեղ քրեական օրենսգրքի մեջ բան չկա դրա հետ կապված, վարչականի մեջ կարելի է քաշքշել, ցկցկել մի քիչ, հա, պաշտոնական դիրքի չարաշահումը, իշխանության յուրացումը, չանել այն, ինչ պետք է անել, հա, շատ դժվար կլինի Աննա Վարդապետյանի համար եւ քաղաքական իմաստով եւ իրավական իմաստով վերագրել այս դեպքին, եթե հանկարծ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը չհրավիրի Գարեգին Ներսիսյանին առաջին նիստին օգոստոսի 3-ին։ Ինչ փրկություն է մնում ստեղ, հա, կարող է հրավիրի։ Կարող է հրավիրի, ես շատ եմ կասկածում, որ այդ դեպքում կաթողիկոսը իր մեջ կգտնի որոշակի արիություն եւ իմաստնություն, ներողություն այս կասկածի համար, կգցի կբռնի, որ բան է, լավ դե ինչ ասես արել են իմ գլուխը, հա, լավ դե ելնեմ գնամ, ազգային շահավեր է, ամեն ինչից ինձ մարդատեղ են տրել կամ եկեղեցու առաջնորդի տեղ են տրել, հրավիրել են, այդուհանդերձ անսալով պարոն Փաշինյանի մեղադրանքներին, կուսակրոնության ուխտի խախտումը, վիրավորանքներ, մեղադրանքներ, իրավական մեղադրանք, հիշում եք, հա, խափանման միջոց Հայաստանից չհեռանալու, ելնի կնա, քիչ հավանական եմ համարում, բայց թե ես իմ փիլիսոփայությունը, պատմությունը այդպիսի հարուստ խաղ է, ինչ ասեք, կարող է լինել, ելնի կնա, իսկ կարող է հանկարծ ստացվի այնպես, որ չհրավիրեն, վախենա աշխատակազմի ղեկավարը, որ իրեն աշխատանքից կզրկի հաջորդ ազգային ժողովի նախագահ Ռուբինյանը կասի, ես չհասկացանք, ընկեր, դու չես ճոգել, հա, որից հետո շշկրվել ես ոնց որ, թե կապ չունի ով է էլի այդ պաշտոնը զբաղեցնում, չես ճոգել, որ կուսակրոնը խախտած մարդեն չես հրավիրում, վատ կլինի, եթե այդ ճանապարհով գնա էլի, հա, համենայն դեպս Եթե չհրավիրի, եղավ որ օրենքը կխախտի։ Այս սցենարների քննարկման արդյունքում հարգելի հայրենակիցներ, ինչ անունը, քաղաքացիական պայմանագիրը կարող է գցել բռնել, արտահերթ նիստ հրավիրել եւ կանոնակարգ օրենքի միջից այս տողը հանել։ Ոչ թե հանուն աշխարհիկ պետության, որտեղ պետությունը աշխարհիկ եւ չպիտի լինի նման բաներ։ Այս խայտարակությունը, որ պիտի հոգևորական կրոնական կազմակերպության առաջնորդը ներկա լինի աշխարհիկ պետության օրենսդիր մարմնի առաջին նիստին, տնել հանել տա անձնական նկատառումներով։ Այստեղ հարց ունեմ, եթե սա նորմալ եք համարում, հարգելի հայրենակիցներ, իմ հաղորդմանը հետևող իմ սիրելի հայրենակիցներ, դեմ չեք, որ կառավարության նիստերին Արարատյան թեմի Մասյացոտն, հա, Արարատյան թեմի առաջնորդը ներկա լինի։ Շաբաթը մի անգամ 2 ժամով, 2 ժամ որն է, մի ժամ։ Գնա ներկա լինի։ Ինչ կարծիքի եք։ Գրեք այստեղ։ Ես օրինակ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ ազգային ժողովի առաջին նիստին պիտի ներկա գտնվի կրոնական կազմակերպության ղեկավար, որտեղ դա ամենամեծ կրոնական կազմակերպությունն է, Տրթատմեծ, Քանդեն Կատրուշյանները, Ավիրեն Չեղածը, 130 քանիերորդ կաթողիկոս, ինչ կլինի, որ Արարատյան Երևանը գտնվում է Արարատյան թեմի աշխարհագրական տիրույթում, բանին, ինչ անունը, վարչապետի եւ փոխվարչապետի կողքին մի կողքը թող նստի Մհեր Գրիգորյանը եւ հետո մյուս փոխվարչապետը, այն մի կողքում թող նստի Մասյացոտն թեմի առաջնորդը։ Ինչ կարծիքի եք, պարոն Փաշինյան։ Աստծո ինչ-որ խորհրդանշական, ասենք, թեկուս, հա, ներկայությունը, կուսակրոն լինի անպայման, հա, մեղադրյալ չլինի, թող նստի կառավարության նիստերում։ Չեք կարծում, որ կառավարության նիստերն ավելի արդյունավետ կընթանան։